այդ մեղքի զգացումն է ինձ ավելի շատ տանջում, որ մամա հեռախոսը տանջատի խնդրում եմ խաղանք։ Չէ, դու այդտեղ ջուր ես, այդպես դու չես քնի, ուղղակի դու չես քնի այդպես։ Մի անգամ մեքենա նվիրեց անառիթ, ես դա չգիտեի, ինքը պլանավորել է։ Ու ես շատ ուրախ եմ, որ Հովոն ցած լավ ընտրություն է կատարել։ Հասկացա, որ այդ պահը պետքա օգտագործել, բայց ինչ որ պահեր կան, որ դու չես ուզում լինել կանոնի, թե հանկարծ միջոցը դառնա հանրային, խայտարակը լինենք։ Այդ երևույթը քննարկում կարեց, օրինակ սա նկարելու բան է։ Դակ հաց եմ առնում սուպերմարկետից, երբեմն տատիկի համար երշիկ, ասում եմ իմ համար չի։ Ես անգամ վիդեո զանգով իմ հետևորդի հետ ուտելիք եմ պատրաստել, որ հանկարծ սխալ չանեն։ Եղներ լավ էլի։ Եթե տվյալ մարդու կոնտենտը ինձ հետաքրքիր չի, ուղղակի մյուտ եմ անում։ Մեկ ամաչում եմ անֆոլո անեմ, բայց հուզվում եմ, այսինքն իմ ներսում ես իսկական գորիսեցի եմ։ Սովորեցի միշոտրում։ Բայց մենք դե ուտելիք ունենք։ Չէ, ես պետքա վայելեմ ուտելիքը տանը ուտեմ, որ զգամ։ Մենակ տատիկրայա էր։ Հա։ Ահա։ Եղնար ջան, ողջույն։ Ողջույն, վերջապես մենք հանդիպեցինք։ Վերջապես ստացվեց, ինչ որ երկար էինք, չէ՞։ Պայմանավորվում։ Դե մամաների դեպքում այդպես լինում է։ Եղնար, ո՞նցն ես դու։ Որպես մամա։ Չէ, առհասարակ դու։ Երևի միշտ երբ որ իմ մտերիմներն են խոսում, ասում են շատ խաղաղ, ոչ կոնֆլիկտային, մի քիչ շատ երկար մտածող ամեն ինչի շուրջ, այն որ մտքիդ մեջ ես անդադ ամեն ինչ վերլուծում, բայց ավելի շատ ինձ միշտ բնութագրում են խաղաղ մարդ եմ շատ։ Իսկ Իրականում էլ երբեմն ներսում փոթորիկներ լինում են, ինչ որ փուլեր անհնար է ինձ թվում առանց դրա, բայց միշտ շատ հանգիստ եմ ամեն ինչի վերաբերվում, փորձում եմ համենայն դեպս ստացվում է դեռ ինչն է որ sense քեզ ամենաշատն է փոթորիկներ բերում երևի մամայության այս մամա լինելու դժվար փուլերը հատկապես երբ որ մեծացել են տղաներս ու իրանց հետ շատ ավելի դժվար է երբեմն անելի վիճակներ են լինում դա աշխատանքի համատեղել որ ոչ մի բան չտուժի ոչ մի դեր չտուժի այդ դեպքում երբեմն sense հյուծվում եմ երբեմն անգամ լացում եմ անզորությունից բայց ընդունում եմ որ նորմալ է տենց էլ պետք է լինի միշտ ուժեղ չենք լինում չէ Իսկ այդ անզորության պահը երբ է գալիս, երբ որ օրինակ չգիտեմ, երկու տղա ակտիվ երեխա կռվում են իրար հետ, թե ինչ որ մի բան են անում, որ հասկանում ես քո դաստիարակության մեթոդների, ստանդարտներին չեր համապատասխանում, ի՞նչն է այդ պահը։ Երևի երբ ուղակի հոգնած եմ լինում, այնքան հոգնած եմ լինում, որ իրանք ինձանից շատ ուշադրություն են ուզում, հասկանում ես դա չեմ կարողանում իրանց տամ, այդ մեղքի զգացումն է ինձ ավելի շատ տանջում, որ մամա հեռախոսը տանջատի խնդրում եմ խաղանք կամ իրանք այդ ակտիվության հետ իմ էներգիան արդեն քիչ է լինում օրվա ավարտին, հասկանում եմ, որ մի բան երևի սխալ եմ անում պետքա վերանայել գրաֆիկս, վերանայել, նենց անել, որ ավելի շատ առաջնային լինեն երեխաների հետ զբաղվելը, քան իմ նկարահանումներ կամ, չգիտեմ, բլոգային հատվածը։ Մանկապարտեզ են գնում երկուսնել։ Այ, այնքան ուրախ եմ, ու այնքան դժվար է լինում, երբ որ իրանք տանն են լինում, չէ, առանց մանկապարտեզի ես երևի չէի կարողանա, առանց օգնողների։ Վերջերս մի 4-5 օր երբ ազատ էին երեխեքը մանկապարտեզի չաթ այնքան հետաքրքիր էր բոլորը գրում էին ասեք որ արդեն բացվում է հա շատ անհնար է լինում անգամ ես երբ ունեմ դայակ ունեմ օգնող առանց մանկապարտեզ ես չէի կարողանա ավելովը քիչ տանը լինեն որակով անցկացնենք ժամանակը քան ամբողջ օրը տանը ու մենք ինչ-որ նյարդային թելի վրա լինենք իսկ այդ մամայությունը բլոգը այդ ամեն ինչը ոնց ես բաժանում Ինչքան ժամանակ որն է վերցնում Չեմ ասի որ սենց շատ ճիշտ բաժանումներով ապրում եմ ռոբոտի նման փորձում եմ չապրել բայց այն ընթացքում երբ իրենք տանը չեն ես անում եմ իմ նկարահանումները հանգստյան օրերին կտրականապես հրաժարվում եմ բոլոր միջոցառումներից նկարահանումներից համագործակցություններից փորձում եմ այդպես բալանսը պահել եթե գնում ենք հանգստանալու բլոգը անջատում եմ աշխատում եմ շատ չֆիքսվել կոնտենտի վրա որովհետև եթե ես դրա վրա ֆիքսվում եմ ես չեմ հանգստանում ու դա ազդում է նաև ընտանիքի անդամների վրա ինչ որ բաներ ուղղակի դրանք տես ձեռքի հետ չպլանավորած ընթացիկ որպես ավելի շատ կիսվելու հետո հիշելու համար ոչ որպես կոնտենտ։ Ես անգամ համագործակցություններ չեմ անում հանգստի ժամանակ, որ վայելեմ, չլարվեմ։ Այդ իմ հոմոտել է կատեգորիկ, որ կարողանաս լրիվ հանգստանալ։ Բայց գիտես, ինչ որ տեղում գնում ես, ինչ որ մի բանի մասին ուզում ես խոսել, լինում է, բայց եթե թե դու գիտես, որ դու պետք է դա անես, դա շատ լարում է։ Լարում է ինձ, լարում է երեխաներին, որտեվ ես անդադ ուզում եմ, որ ամեն ինչ գծած գրաֆիկով լինի, որ ես այդ ինչ որ պիտի նկարեմ։ Մի անգամ եղավ տենց ու ես ինքսից խոստացա, որ չէ։
եթե հանգստանում ենք, եթե գնում ենք նկարելու նպատակով օրինակ ինչ-որ երկիր, այդ տարանջատել է պետք։ Եղներ բոլորին հետաքրքրող հարց է, այն որ դուք ունեն մեկ հյուրեր, այն որ ֆանտաստիկ սեղան եք գցում ես, ինչեր են, այն որ գիշերվա ժամին էլ նայում ես, որ պետք է չնայես, ու դու հետո այդ ընթացքն ես ցույց տալիս հավաքել եւ այլն։ Այդ դա ո՞նց ես նկարում երեխեքի հետ գիշերը։ Նկարելը չէ, նկարելը հենց իմ պատրաստվելու ընթացքում շատերը մտածում են ես նախապես դա նկարում եմ, հետո հյուրերին եմ հրավիրում, բայց չէ։ Ես նախապես կազմում եմ մենյու, նախապես անում եմ գնումներ, հարցնում եմ հյուրերից ինչ են ուզում ուտեն, ու ես իրոք ամեն ինչ այդ ընթացքում նկարում եմ ու դա ավելի ինձ բարդացնում է, այո, ես եմ նկարում, որտեղ ուր ես դնում հեռախոսը, հետո փոխում ես դիրքը եւ այլ։ Ընթացքում ես ընթացքում նկարում եմ եւ նաեւ նկարում եմ հետո հավաքելու ընթացքը, որը եւ ավելի դժվար է, քան ես այդ պահն եմ միշտ ուզում պատկերացնել, որ երեկոյա երեխեքի քնելու ժամն է եկել, տունը խառն է, ու դու դա նաեւ նկարում ես, այդ ոնց է պատմի մեզ։ Քնացնում եմ ու սկսում եմ նկարել, որովհետեւ եթե ես առավոտյան արթնանամ ու այդ վիճակով լինի, ես չգիտեմ, իմ օրը ուղղակի sense չէ դու այդտեղ ջուր ես, այդպես դու չես քնի, ուղղակի դու չես քնի այդպես։ Հանգիստ եմ, ես սիրում եմ, գիտես, նկարելու, մոնտաժելու, ես վայելում եմ։ Հակառակ դեպքում ինձ թվում է ես չէի էլ բացի բլոգ։ Այդ շատ դժվար կլիներ, եթե չսիրես մի բան, ինչով զբաղվում ես։ Իսկ դու ես միշտ նկարում։ Չէ։ Երևի վերջին 2 տարին ունեմ նկարող, որովհետև հասկանում եմ, եթե պետքա կոնտենտը լավացնել, մենակ նկարելով այդ չի ստացվի, հետևորդների պահանջն էլ է մեծանում։ Եթե այս առաջ նկարում էի, երբ որ մենակ համագործակցություններ, մտածեցի, չէ, բայց այդ արդար չի, ու պետք է ամբողջ կոնտենտը անել լավ, եթե անում եմ, ու հիմա ունենք հստակ նկարելու օրեր, մոնտաժը ես եմ անում ամբողջությամբ, կոնտենտը մտածում եմ ես, բայց առանց օգնողի երևի չէի կարողանա հիմա նկարել, քանի որ նաև համագործակցություններն են շատացել, պետք է դրա տակից դուրս գալ, չէ։ Կրկին հասնում ենք բազմաֆունկցիոնալ հայ մամաների կանանց թեմային խմենք, մեր կենացը առաջարկում եմ թարիրի փրփրունով խմենք։ Վաու, շատ լավն է։ Շատ թեթև է։ Ինձ էս հետո կուղարկես, շատ հավանեցի։ Սիրունա, չէ։ Հա, շատ ներկայանալի։ Շատ լավն է։ Իմիջիալից ասվում է, որ ֆրանսիական դարերի ավանդույթներն են օգտագործել ու ինչն էր հետաքրքիր, որ բույրի մեջ կա եւ ցիտրուս։ Ես գիտես, հա, ես այդ նկատեցի շատ։ Եվ ցիտրուս, եւ ինչ որ տենց բրյոշ, կրուասանոտ, ինչ որ բույրեր կան։ Նենց շատ ֆրանսիական վայբով է այս փրփրունը։ Շատ հավանեցի։ Ես այս փրփրունը շատ եմ սիրում։ Առհասարակ փրփրունը իմ համար տրամադրություն է։ Աղջկական չէ։ Հա։ Նախաճաշի հետ ոնց է սազում։ Հեղներն հենց հետաքրքիր է քո կյանքը, որ սենց ես նայում եմ կողքից, տեսնում եմ երկու մարդ, բացի քեզնից, ովքեր քո կարիերայի մեջ շատ կարևոր դեր ունեն։ Այո, գիտենք ում մասին է խոսքը։ Առաջինը Հովանեսն է, Հովոն, ամուսինը, տվել է էջ բացելու իդեան։ Եվ երկրորդը տատիկդ է։ Արի Հովոյից սկսենք։ Եթե չլիներ Հովոն, այսինքն մենք պատկերացնում ենք, որ դու լրիվ ուրիշ չէ ուղությամբ կլիներ, որովհետև ի վերջո Հովոյի գաղափարներ։ Հա, ես այդ ժամանակ աշխատում էի հեռահաղորդակցության ոլորտում, սպասարկման ոլորտում էի, բայց ես այդ ջիղը ունեի, որ սիրում էի միշտ նկարել, որ բարեկամական ինչ որ միջոցառումներին ես միշտ նկարողն էի, ես հետո մոնտաժում էի դրանք, ես սիրում էի, ես մտածում եմ, որ իհարկե շատ մեծ էր, եթե Հովոնիդյան չտար, միգուցե եւ ֆուդ բլոգ չբացեի, բայց ինչ որ մի օր երևի կգայի այս ոլորտ, որովհետեւ ես շատ սիրում էի այն ժամանակ։ Բայց իհարկե այդ շատ կարեւոր էր նախ իդեա տալը ու մոտիվացնելը։ Նաև սկզբնական փուլում շատ այն ժամանակ ես հիշում եմ, երբ որ էջը բացել էի, շատեր ասում են դե լավ, այդ 18 թվականներ, բոլորը ասում են դե լավ, ինչ ժամանակի կորուստ, ինչի տա պետք, շատ էին ինձ դեմոտիվացնում, երբ միակ մարդը, որ մտածում էր, որ սա պետք է անել ու տարիներ հետո ներ տեսնում ինչ կլինի, այդ երևի Հովոն էր այն ժամանակ։ Վայ, ինչպեսի հոտառություն, չէ։ Հա։ Ընդհանրապես, քանի որ ես Հովոյին բավականին լավ ճանաչում եմ, ու իմ համար ինքը աշխարհի ինձ թվում է ամենալավ մարդկանցից մեկն է, ամենալավ մարդկանցից մեկն է, Հովոն եզակի մաքուր, խելացի, գործին նվիրված մարդ է։ Այո։ Ու իմ համար դու ի սկզբանե եղել ես Հովոյի կինը։ Այո, մենք տեցել ծանոթացել ենք Հովոյի։ Ես եղել եմ ձեր հարսանիքին։ Դու Հելենը, չէ՞։ Այո, ու ես շատ ուրախ եմ, որ Հովոն սենց լավ ընտրություն է կատարել, բայց Հովոն նաև իր մեջ սենց որոշակի խստություն ունեցող մարդ է, չէ՞, դիսցիպլինան իր համար կարևորող եւ այլն։ Արդյոք այդ տանն էլ կա։
Կա, չեմ ասի բացարձակ չկա, որովհետև ինքը օրինակ սիրում բարի է, չէ՞ որ սենց գիտես ոնց է, տանը չի լինում, որ այդ նախ սկսենք դրանից, այս վերջին տարիների ընթացքում այնքան շատ է իրաց զբաղվածությունը, որ մենք տանը իրան տեսնում ենք շատ ուշ ժամի, երբ որ հասցնում է ուղղակի երեխեքի հետ խաղալ, շփվել, առօրյայում միգուցե որ շատ երկար լիներ տանը, այդ նկատեի ու խանգարեր, բայց այդ կենցաղում ավելի խիստ ես եմ, որովհետև ես սիրում եմ որ սենց ամեն ինչ դասավորված լինի, ավելի շատ երևի դա է լինում խնդիր օրինակ ուր է, ես ինչ բան ես նոր տեղ եմ դասավորել իրան այդ լինի, բայց կենցաղում ավելի թեթևա, չեմ ասի շատ։ Չգիտեմ, երեխաների քնի ժամ, Հա, սննդակարգ, չուշանալ, իմ եթե ինձ հարցում են դուք ինչից եք վիճում, այդ չուշանալն է, որովհետև ես շատ ուշացող մարդ եմ։ Հա, ես աշխատում եմ, հիմա երևի փոխվել եմ, եթե սենց հետ գնանք, արդեն քանի 8 տարի է ճանաչում եմ Հովեին, ահագին աշխատել եմ ին վրա, բայց հա, ես այդ ավելի ինքը շատ դիսցիպլինայով է։ Մենք երբ որ պայմանավորվում ենք 33 անց, ոչ թե օրինակ 30։ Դու ամեն դեպքում ժամացույցը մի քիչ առաջ դիր, որ խնդիրներ չլինեն, չէ, այդ առումով։ Բայց ընդհանուր կենցաղում, գիտես, խնդիրներ ավելի դժվար կլիներ ինձ, եթե ես օրինակ առողջ ծնվող չլինեի։ Ես ի սկզբանե սիրել եմ առողջ ծնվել։ Վստահ եմ չէր հասնի բանը, որ մենք ապրեինք իրար հետ, որովհետև շատ դժվար կլինի ապրել առողջ ապրելակերպ, քարոզող մարդու հետ ու չսնվել առողջ։ Երեխաներն էլ արդեն մեզնից սովորել են, իրենք էլ վատ բաներ չեն սիրում։ Իսկ ունեք տանը վատ բաներ։ Չէ։ Կյանքում չեք ունենում։ Եթե օրինակ տատիկի համար կարող է, օրինակ միշտ որ սպիտակ հաց եմ առնում սուպերմարկետից, երբեմն տատիկի համար երշիկ, ասում եմ իմ համար չի, ես չեմ ուտում։ Չիպս երբեք։ Չի երբեք, չիպս երբեք իմ մեր տանը չի եղել, չեն ուտում, չէ։ Երբեմն գործընկերները ուղարկում են այն ամանորյա փուլում, որ դե չեմ կարող բոլորին ասեմ, գիտեք, մենք չենք խմում, տենց ուղարկում են, բայց ես ինքս չեմ սիրում դա գնել, չեմ խմում, չեմ սիրում ու ես միշտ ասում եմ, որ մեր երեխաները մեր հայելին են, մենք ինչ անենք, ոչ թե իրենց պետք է ասենք, գիտեք, չիպսը վատ է, չգիտեմ, գազավորված չխմեմ, մենք պետք է դա օրինակ լինի իրենց համար։ Եթե մենք դա ցույց տանք մեր օրինակով, իրենք էլ չեն սիրի։ Ուրեմն ես մի հնարք ունեմ գազավորված ըմպելիքներ, որ երեխեքը չսիրեն, որովհետև արդեն բավականին մեծ է Ռուբենը մի անգամ ասեց փորձեմ, հայտնի անուն տվեց։ Ես ասացի իհարկե փորձիր։ Ու հիմա չեմ ուզում բարձրաձայնել, եթե ձեզ էլ է պետք, գրեք ինձ, ես ձեզ առանցին նամակով կասեմ ինչպես անել, որպեսզի չսիրեն գազավորված։ Չի խմում, ոնց հասկ շատ լավ։ Չէ, երբեք չեն խմել մերոնք, ես մի անգամ այդ մի անգամ հարցրեց, փորձեմ, բայց փորձեց եւ այնպես չի որ չեն փորձել գազավորված հանգստի ժամանակ հատկապես այնպես չենք ուզում շատ լարված պահել իրենց որ այդ արգելված պտուղ չլինի իրենց համար բայց օրինակ ես եթե միակ բանը որ ես հասկանում եմ որ միգուցե պետքա թողել բայց օրինակ գիշերը ուզում են տորտ ուտեն ինչ որ առիթ է եղել այդ աշխատում ենք չթողնել որովհետեւ նոյա ոնց որ սիրում է քաղցր իր վրա ենք ավելի շատ աշխատում որ այդ չարքել ենք, բայց նոյին արդեն գոֆիտ եք տանում, երեխեն պարապում է։ Նոյը սիրում չէ, խաչուլը ծնվել մեծացել է գոֆիթում, ինքը ամեն օր գնում է, ինքը սիրում է մարզվել, նոյը ավելի կոմֆորտ է սիրում։ Տանում են գոֆիտ, ասում է չէ, մամա կգնանք տուն, հիմա չի սիրում մարզվել։ Իր համար մուլտիկ չէ, բայց տանն է սիրում, ինքը ավելի սենց հանգիստ է։ Իսկ խաչուլը փոթորիկ է, սիրում է գնալ գոֆիտ, մնալ միջև օրվա վերջ։ Իսկ ինչն է, որ սենց պատրաստես, գիտես, որ հովոյի սենց սիրտը կգերես ձուկ ես ունեմ շատ sense ձեռագրով բաղադրատոմս որ եթե ես պատրաստեմ ծնեբեկ ձուկ սաղմոն ձուկ շատ է սիրում իսկ քանի որ ինքը խորացած է այդ ամենի մեջ քեզ կոմենտ անում է չգիտեմ ես լավ չի եմ վատ է եմ փոխի մենք ես ասեմ ձեզ ուտեստը եթե հասնում է իհարկե իրան ինքը հասնում է գատում մեկ հոլովակներով նայում ասում ես երբ էի սարքել ես չեմ տեսել ես ու վիդեոգրաֆը ուտում ենք միջև իրակալ է բայց այն հիմնական որ օրինակ ինչ որ իմպրովիզ եմ արել նորությունա ես շատ իր կարծիքը կարևորում եմ մենք մի հատ քննարկում ենք մի հատ պաստա կար դարձավ ինքը մեմ կհիշես երևի որ պաստա պուտանես կան երբ որ ինքը դա չհավանեց մենք անգամ ապլում չկերավ։ Ոչ չեմ իմացել։ Հա, շատ ես քեզ կուղարկեմ այդ հոլովակը, ինքը չհավանեց, բայց ես իհարկե դրեցի, որովհետև զուտ իրաքիմքին այդ բան չէր, բայց շատ կարևոր է, եթե օրինակ ռիլում ասի, որ այս այդքան էլ լավ իդեա չի, մենք չենք դնում, քննարկում ենք։ Այսինքն կարելի է ասել, որ կոնտենտի առաջի քննադատը ոնց որ այն մարդում հետ քննարկում ես դա հողն է։ Չէ, առաջին քննադատը չէ, բայց դեգուստատորը առաջին, որ շատ սիրում եմ, երբ որ ինքը ասում է հայ շատ լավ էր, այդ երևի հովոն է, որտեվ առաջին բանով ինքն է փորձում միշտ։ Իսկ եթե դու ես ինչ որ բանից նեղված քո սիրտը գրավելու, ինչ տարբերակներ ունի։
Համով ուտել, չէ, ես այնքան շատ իմ տրամադրությունը բարձրացնում է, sense համով։ Այսինքն օրինակ հրավիրի քեզ ռեստորան։ Ինձ չէ, չեմ ասի որ հաճախ գնում եք, բայց հա ինչ որ տենց քայլել, գնել համով ուտել, բայց առանձին շատ քիչ է ստացվում ցավոք, ես վերջերս երբ որ կան երեխաներ։ Եղներ, բայց ասում ես ունես օգնող, ունես դայակ, միևնույն է այդ երկուսովը չի ստացվում։ Չէ, հաճախ չի ստացվում, որովհետև երբ որ ինքը ամբողջ օր զբաղվածություն ունի, այդ երկուսով առանձին պիտի լինի երեկոյան, իսկ երեկոյան արդեն չունենք դայակ շատ ժամանակ։ Փորձում ենք երբեմն դուրս գալ միասին, չգիտեմ, կարևոր տոները առանձին ենք նշում, երեխաներին չենք խառնում, բայց հանգստի ենք գնում։ Այդ ամենաշատն է օգնում, մենք տարվա մեջ 2 անգամ միասին գնում ենք հանգստանալու առանց երեխաների, որովհետև երեխաների հետ հանգիստ այդքան էլ հանգիստ չի, դու ինձ կհասկանաս։ Դա օգնում է։ Դրանով դեռ փորձում ենք։ Իսկ նվերներ։ Չէ, հովոն շատ չի առիթներին շատ ինքը անկախատեսելի է։ Ինքը կարա շատ անառիթ նվիրի, շատ լավ նվեր։ Մի անգամ մեքենա նվիրեց անառիթ, ես դա չգիտեի, ինքը պլանավորել էր, հա։ Բայց սովորում ա գիտես, եթե sense հետ եմ նայում, ահագին սովորել է, ավելի հասկանում եմ, որ օրինակ ես դրանից կուրախանամ, ինքը իր վրա աշխատում է, այդ ամենակարևորն է։ Դե ընտանիքի ինձ թվում է դա տենց փոքր քայլերի արվեստ է ու լինել համբերատար ու հասնել։ Իրականում շատ հաճելի է որ տեսնում ես թե դու թե զույգը այդ ընթացքում այդ տարիների ընթացքում ինչքան են շատ դժվար կլիներ եթե դու անընդհատ քայլ անես ինչ որ բանի շուրջ բարելավելու դիմացից այդ քայլը չլինի այդ կարծում եմ անհնար կլիներ։ Իսկ դու ինչ նվեր կարող ես անել որ իրեն ուրախացնես։ Ես ավելի շատ օգտակար նվերներ անող եմ այն ինչ որ իրան աշխատանքի մեջ պետք կգա կամ օրինակ հովն չի սիրում շատ իր համար չգիտեմ տարիներ թողնես չի առնի իրան ոչ մի բան ես ավելի այդ միշտ իրան առնում եմ որովհետև հասկանում եմ ժամանակ չունի չի կարևորում բայց այդ պետք է իրան հագուստ այո ընթացիկ այն ինչ որ մեզ պետք է առօրյայում ինքը ուղղակի իր վրա չի ծախսում չի սիրում առնել ես այդ բացը լրացնում եմ Հեղները հովոն ինչի՞ց է որ ահավոր ջղայնանում է, որովհետև ինքը իմ համար այնքան sense չափված, ձևված է, այնքան իր մեջ դրական է, շատ է, բայց նաև մարդ է ու հաստատ կլինի ինչ-որ մի պահ, որ sense կլինի ուղղակի գժված, ագրեսիվ, ո՞րն է այդ պահը։ Շատ, չեմ ասի բացարձակ ինքը sense միշտ հանգիստ է, չէ։ Դե ես ասում եմ, այն ինչ-որ մենք ենք տեսել։ Այդ կարող լինի կենցաղային շատ մանր, օրինակ ինքը սիրում է, որ իր ձուն քանակը լինի, կամ ես օրինակ ես չզգուշացնեմ, չեմ ասում շատ դրանից կջղայնանա, բայց այդ կարա իրան տենց դուրս չգա ուշանալը կամ օրինակ եթե մենք պլանավորում ենք գնալ ինչ որտեղ այդ սիրում եմ որ պլանավորվում է այդ պլանավորածով ամեն ինչ գնա կարա այդ շատ իրան բանանի իրա հանգիստ վիճակից հանի Մի րոպե կտրվելով մեր խոսակցությունից այո Բոլորս ուզում ենք մեր աշխատանքը ավելի արդյունավետ կատարել բիզնեսի դեպքում բիզնեսի ղեկավարները սեփականատերը շատ հաճախ մտածում են հենց այս թեմայի մասին ինչպես ծախսերը քչացնել, ինչպես դիվիդենդը ավելացնել։ Կարող է կանելի տարբերակներ, բայց մեկը հենց այս պահին ես ձեզ ասում եմ։ Ուղղակի անցեք արևային կայանի 0% տոկոսադրույքով։ Կունենաք դուք ձեր էներգիայի աղբյուրը եւ ձեր հաստատուն ծախսերը կնվազեցնեք, ել չասեմ, որ կան կրիտերիաներ, որոնց համապատասխանելու դեպքում դուք կարող եք բանկից ունենալ ձեր մայր գումարի քեշբեքը։ Էնպես որ զանգահարեք 8128 միացեք Իտալսոլարի մասնագետներին, ամեն ինչ կպատմեն։ Հեղներ դու քո տեսակով շատ կանոնիկ ես։ Մենք նույնիսկ հումորներ ենք իրար անում, որ տենց գրում ենք խանութում ընկած լինում գետնին ինչ որ հագուստը սկսում ենք գույներով դասալ։ Հատկապես սևուրփաթին մենք պետքա չմտնենք։ Իսկ նորմալ չէ խոսակցությունը։ Բայց ինչ որ պահեր կան, որ դու էլ չես ուզում լինել կանոնիկ։ Իհարկե, ես չեմ ասի, ես ամբողջ օրը տանը սենց ամբողջ օրը հավաքում եմ, ես օգնող ունեմ այդ հարցում էլ, որտեվ ես գտնում եմ, որ այն ժամանակը որ ես պետքա ծախսեմ այդ շատ մաքրության ու այդ ամեն ինչի վրա, ես դրա փոխարեն ժամանակ անցկացնեմ երեխայի հետ, բայց սիրում եմ, որ օրինակ սիրուն գույներով դասավորված լինի իմ հագուստը, այդ կարա իմ վրա ազդի կամ ինչ որ բան է դնում եմ ինչ որտեղ ծռվի, դա իմ վրա Իհարկե ազդում է, բայց չի ազդում իմ կյանքի վրակի վրա, եթե փուլեր են լինում, որ ասում եմ, ոչինչ, թող այդպես էլ մնա։ Չէ, այնպես չի որ սենց միշտ շատ լարվում եմ այդ չդասավորված լինելուց։ Իսկ դու ակտիվ մամա ես։ Հա, Չգիտեմ, ինչ մանկապարտեզի խմբերում եւ այլն։ Ես եմ ակտիվ, երևի
80%-ով ես ավելի ներգրաված եմ երեխաների առօրյայում խմբակներ տանել կամ այդ ամեն ինչում ես եմ զբաղվում։ Հիմնական որոշումները կայացնում ենք իհարկե հովոյի հետ, որ ուր տանել, ինչ պարապմունքների, բայց այդ կազմակերպել այդ ամեն ինչում ես եմ։ Իսկ որ պետքա տարբեր խմբակներ լինեն, անդադ զբաղված լինեն այդ ոճի։ Չէ, դեռ չէ, փոքր են կարծում եմ։ Ուզում են, չգիտեմ, գնանք գիմնաստիկայի, գնանք նկարչության, չեմ ուզում շատ ծանրաբեռնեմ։ Դեռ մենակ խաչուլին ենք տանում այդ բոլոր խմբակներին, բայց չեմ ուզում նենց լինի, որ գերհոգնի ու չվայելի այդ չհասկանա իր այդ խմբակներից որևէ բան։ Դեռ սենց փուլ-փուլ ավելացնում եմ։ Հեղնար, ինձ թվում է երկրորդ այդ փոփոխությունը հովոյից հետո դա տատիկներ։ Հա։ Ու տատիկը ոնց որ sense մի հատ ադամանդի քար լինի, որ ինքը եկավ քո կյանք, քո կոնտենտ ու ինքը իրանով բերեց որոշակի ապագա։ Հա, իհարկե։ Նոր լսարան, այդպես էլ ասենք, որովհետև երբ որ տատիկը սկսեց ակտիվ լինել իմ էջում, միջին տարիքից բարձր կանայք սկսեցին միանալ, ես չեմ կարող նկարագրեմ, թե ինչքան արձագանքներ եմ ես ամեն օր ստանում, ես հասկանում եմ, որ տատիկը կարծես հավաքական կերպար լինի, մեր հայ տատիկի, ու բոլորը իրենց տատիկների կարոտն են առնում ռայ տատիկի միջոցով, այդ ջերմությունը ստանում են, ու ես շատ ուրախ եմ, որ տատիկը վայելում է, ինքը շատ սիրում է նկարվել, երբեմն ինքն է ինձ ստիպում, ասում արի ես շուտ միացրու, սա նկարենք, ես հավես չեմ ունենում, ինքը ես իր էներգիայի մի տոկոսը դե չունեմ, ասեմ դա էլ ու մենք միասին այդ շատ հավես է ստացվում, մենք չենք խանգարում իրար, երբեմն հենց ինքն է մենակ նկարվում, ես չեմ հուշում ինքը ինչ խոսի, երբեք դա ինքը իր իմպրովիզն է, ինչ որ պետք է խոսի, ինքը շատ սիրում է, այդ ամենակարևորն է։ Ես չգիտեմ, կարող է ուշադիր չեմ եղել, բայց իմ համար դու առաջինն էիր, որ ոնց որ sense տատիկի ներգրավվածություն Չեմ ֆիքսվել դրա վրա, բայց կարծում եմ, հա, դա 20 թվականին, երբ որ ես Գորիսում էի, Խաչուկը նոր էր 21 թվականին նոր էր ծնվել, այդ ընթացքում ինչ որ բաներ էինք պատրաստում, բացարձակ միտում չունեի իրեն բերել իմ բլոգ կամ այսքան ակտիվ լինի, ու այնքան արձագանքներ ստացա, ես հասկացա, որ այդ պահը պետքա օգտագործել մարդիկ շատ դրա կարիք ունեին ու մեր հին բաղադրատոմսերը սկսեցինք նկարել ու հասկացա, որ ինչի՞ չէ նոր հետաքրքիր ոչ կլինի, որտեվ բլոգում միշտ պետքա փոփոխություն անել, դու կձանձրացնես, եթե միշտ դու լինես, չեմ ասում իհարկե ընտանիքի անդամներին բերել բլոգ չուզելով կամ երբ որ իրենք լավ չեն զգում հանրային, որտեվ ես ունեմ բարեկամներ, անգամ իմ մաման էջում չկա, որտեվ չի սիրում, շատ հարցում են ինչի ցույց չեք տալիս, ես փորձում եմ բլոգում ցույց տալ այն մարդկանց, ովքեր սիրում են ինչ որ ասելիք ունեն։ Հեղնար Ռայա տատիկը ինչ էմոցիաներ ուներ, երբ որ իրեն իր Գորիսում արդեն ուրիշ կողմից են ճանաչում։ Երևի դա առաջինը զգաց Երևանում, երբ որ մենք քայլում էինք ուղակի կենտրոնում, անդադար մոտիկանում են, ասես շոկի մեջ էր, բայց ինքը ասեմ շատ սիրում է, ինքը հաճույք է ստանում, երբ որ իրան մոտիկանում են, գրկում են, ինքը կարա օրինակ մի ժամ խոսի դրսում ինչ որ կնոջ հետ, ով որ մոտիկացել է, ու անգամ եթե ինչ որ տեղ են գնում, չեն մոտենում, տատիկը սենց իրան անհարմար ազգում, դասում է, բայց չի իրան չճանաչեցին։ Լավ էլի։ Հա ինքը շատ սիրում է։ Ես միշտ ասում եմ այջում, որ եթե տատիկին տեսնում եք, մոտեցեք, ինքը դա անհարմար չի զգում դրանից իրան, շատ սիրում է, հաճույքով շփվում է բոլորի հետ։ Ու հետո Գորիսում էլ արդեն, երբ որ, չգիտեմ, բարեկամները դրսից զանգում են կամ հատուկ գալիս են տատիկին տեսնելու համար շատերը, երբեմն հարց են հարցնում, որտեղ է ինքը ապրում, որ գնան իրան նվերներ են ուղարկում։ Ասեմ շատ կարծես ինչ որ 10 տարով ջահելացել է տատիկը, այս ավելի երիտասարդացել է։ Հրաշալի բան է հետո, հա։ Ինչ հետաքրքիր է, չէ, որ կյանքը փոխվել է ու պարզվում է, որ կան մարդիկ, ովքեր կարող է այլ բան էին սիրում ու ամբողջ կյանքի ընթացքում չեն իմացել։ Հիմա Ռայա տատիկը սիրում է տեսախցիկ։ Ու օրինակ, որ կարելի է ցանկացած տարիքում նոր ոլորտ մտնել, երբեք միշտ ասում են, ես արդեն, չգիտեմ, 30 տարեկան եմ, նոր մասնագիտություն չեմ կարող սովորեմ, բայց միշտ կարելի է տատիկը վառ օրինակ, որ իմացեք, կարելի է 86 տարեկանում, այդ ժամանակ 80 էր, մտնել բլոգինգ եւ շատ ակտիվ նկարվել հոլովակներում։
Տատիկի հետ նկարահանումների ամենահետաքրքիր պահը որն է կամ ինչ-որ պահ, որ իր համար անսովոր ա եղել սկզբում։ Մինչև մենք նկարում ենք, ինքը արդեն կեսը սկսում այդ ուտելիքի, չի սպասում, որ մենք միացնենք, եղել է, որ ինքը այդ կեսին հասել է, մենք նորից էլի սկսել ենք պատրաստել, որովհետև չենք հասցրել իր հետևից, ինքան արագ է շարժը։ Միշտ նախապես ասում տատիկ, խնդրում եմ, միացնենք, նոր կսկսես պատրաստել, ու միշտ իր այդ ավելի հեշտ է ասեմ, երբ որ ես եմ նկարում, դանդաղ, պետք է այդ մաքրեմ, մի հատ մինչև նորից իմ վիդեոգրաֆը շատ սիրում է, երբ որ տատիկի հետ է նկարվում, մենք մի ժամում 3 վիդեո կարանք նկարենք, իսկ իմ դեպքում մի ժամում մի վիդեոն չենք հասցնում միջև վերջ։ Որովհետև տատիկի հետ ավելի բնական, հա, երևի բնականացած։ Ինքը շատ ոնց ինքը կպատրաստի առօրյայում, ինքը չի լարվում տեսախցիկից, ինքը շատ հանգիստ, շատ արագաշարժ, ու այդ շատ օգնում է։ Շատ հանգիստ նկարվում է։ Եղներից քո հետ ապրում է նաև որ միասին անեք կոնտենտը։ Չէ, ինքը իմ հետ չի ապրում, ինքը երբեմն չէ, միշտ հարցնում են, անգամ մտածում են Հովոյի տատիկն եմ, բայց իմ տատիկն է, ու երբեմն հյուր է գալիս, որտեղ շատ կարոտում է երեխաներին, երեխեքն էլ են իրան կարոտում, ու մենք շատ հաճելի է, երբ որ ինքը մեր հետ է ապրում, ինչ շատ նաև օգնում է անսահման շատ կենցաղում, երեխաների հետ կապված, եթե պետք է ինչ-որ տեղ գնալ, ինքը մնում է երեխաների հետ, ես հանգիստ գնում եմ իմ միջոցառումներին, հա։ Այսինքն լրիվ հանգիստ պահում է ծորներին, այո, ծորներին։ Էլի ունի ծորներ։ Հա, թիվը չեմ հիշի, բայց շատ են ծորները։ Բոլորի հետ սենց կապված։ Հա, ինչքան փոքր են ծորները, այնքան ավելի սենց ջերմ է իրանց հետ, բայց հա, տատիկը սենց հասցնում է բոլորին տա հավասար սեր, բոլոր թորներին, ծորներին, բարեկամներին, ինքը կարծես այս մեր ամբողջ ազգի բանը լինի, ակտիվ ու ջերմ կետը, որտեղ միշտ բոլորը գնում են։ Այ առողջություն մեր մեծերին։ Հա, մի հատ էլ խմենք։ Խմենք, այո։ Մեր տատիկները, մամաները անվերջ էներգիայի աղբյուր, անվերջ։ Ընդհանրապես ես միշտ ասում եմ, որ հայկինը բազմաֆունկցիոնալ է, time management-ի թագուհիներ են, իսկ ավակ սերնդի կանեք նաև այդ էներգիայի Ես չգիտեմ ինչն է տարբերությունը, որ մենք այդքան էներգիայով չենք, կամ միգուցե սխալ տեղ ենք մեր էներգիան ծախսում, բայց մեր տատիկները, մամաներն էլ չէ, շատ իրանք sense երբեք չեմ տեսել, ասեն հոգնել ենք, ես անդադ կաղա, ասեմ վայ հոգնեցի կամ ինչ որ բանից, բայց իրանք կարծես միշտ ակտիվ են, երբեք չեն հոգնում, ու ես շատ կուզեմ, որ այդ տարիքում այդ էներգիան ունենամ։ Ես մամայիս պարկած, եթե քնած չի, չեմ տեսել։ Մենակ հիվանդ ժամանակ ես ինչքան հիշում եմ, հոլի պես պտտվում են։ Հուսանք մենք էլ տենց կլինենք։ Ինչ կա Գորիսում, որ էլ ոչ միտեղ չկա։ Ես միշտ ասում եմ, այդ հանգստությունը Գորիսում այնքան երկար է օրը տևում, այդտեղ արթնանում ենք Երևանում, վերջ չենք հասցնում ապրենք, իսկ այնտեղ ոնց որ խաղաղ լինի ամեն ինչ, շատ sense վայելում եմ, ավելի հանգիստ եմ, բայց ասեմ չեմ կարողանում երկար մնամ, այդ էլ ասեմ, որ օրինակ մի շաբաթից ավել կարծես արդեն զգում եմ, որ ինձ մոտ տագնապ է սկսում, որովհետև մտածում վերջ գործերս հավաքվեց, ես հետո ավելի շատ եմ հոգնելու, բայց փորձում եմ գնալ բնությունը այն օդը, որ ես այնտեղ զգում եմ, եկել երևի դիլիջանում եմ զգում, կամ չեմ եղել, միտեղ որտեղ էլի կզգամ, շատ եմ սիրում, չէ։ Պլանավորել եմ այս տարի անպայման գնալ Գորիս, որովհետև ես Գորիսում եղել եմ, որ շատ փոքր էի, ու հետո դու շատ կսիրես ու դու էլ չէ կարծես թե սխալ եմ հիշում ունես, այո, 25%-ը մեր Սիսիանի կողմից է, ու ընդհանրապես սյունեցիները շատ ուժեղ կերպարներ են։ Դու լրիվ սյունեցի ես, չէ՞, 100%։ Ես լրիվ, այո, եւ այսինքն այդ ամրությունը, լեռնեցի վիճակը։ Ավելի ուժեղ են, ես կարծում եմ մի քիչ խախտվել է դեղից որ Սյունիքի գենը խախտվել է, որովհետև այն սյունեցիները ում ես գիտեմ, իրենք շատ գերուժեղ մարդիկ են։ Ես երևի մի քիչ, բայց էլի կա իմ մեջ։ Դու ավելի երևանյան։ Երևի, հա։ Դու հիմա քեզ տենց լրիվ երևանցի ես, չէ՞ զգում։ Հիմա երևի կնեղացնեմ, Գորիսեցիները կնեղանան, բայց հա, երևի ավելի շատ, որովհետև կյանքիս մեծ մասը ես այստեղ եմ ապրում, բայց սիրում եմ, ես եթե ինչ-որ մեկը տեսա Գորիսից, հա, կամ ինչ-որ մի հատ նորություն կարդացի, ես հենց հուզվում եմ, այսինքն իմ ներսում ես իսկական Գորիսեցի եմ, որ շատ սիրում եմ, ցանկացած բան այնտեղ որ կատարվում է, ես միշտ հետևում եմ։ Ցավոք չեմ կարողանում շատ այնտեղ ակտիվ լինել, ներգրավված լինել, բայց ես սիրում եմ։ Գորիսի համար մեկ ուտեստը ո՞րն է։ Երևի խաշիլը, հա, այդ
շատ ես չեմ սիրում այդ ուտեստը անկեղծ, բայց ինչքան է որ տատիկը պատրաստում է, շատ սիրում են ածիկը, շատերը կիմանան, շատ երկար պատրաստվող, բայց շատ լավ ուտեստ է, ու ասեմ, որ Գորիսի ու Արցախի ուտեստները շատ նման են։ Երբեմն միգուցե ես ասեմ դա Գորիսի է, բայց պարզվի չէ, Արցախի ուտեստը, բայց շատ լավ խոհանոց ունի ու չեմ սիրում, բայց սիրում եմ պատրաստել ու սիրում եմ, երբ որ տատիկն է դա պատրաստում։ Հեղներ կան ինչ-որ ուտեստներ, որոնք դեռ չկան քո էջում, բայց sense վաղուց մոտենում ես դրանց։ Հա, հայկական ուտեստներ շատ չկան իմ կատարմամբ, իմ պատրաստմամբ, ու խնդիրը նրանում է, որ ես չեմ սիրում շատ ուտեստներ, միգուցե զարմանալի թվա, բայց ես վերջերս նաև հոլովակ էի նկարել, դեռ չեմ հասցրել այդ կիսվել, բայց ես հարիս շատ հայտնի ուտեստներ, որոնք վստահ եմ հայերը սիրում են, ես չեմ սիրում, ու եթե ես չեմ սիրում, աշխատում եմ չպատրաստել, որովհետև հոգի չեմ դնի դրա մեջ։ Հա, ուտեստներ կան, որոնք չեմ սիրում ու չեմ էլ փորձում, մտածում եմ ես իմեջի ուղղությունը չփոխեմ։ Իմ իմեջը հայկական ուտեստների մասին չի, եթե դա տատիկն է պատրաստում, հա, իրանն է, բայց ես ավելի շատ սիրում եմ ռեստորանային ուտեստը բերել տուն, ցույց տալ, որ ցանկացած ուտեստ, որ դուք ռեստորանում ուտում եք, դուք կարաք դա տանը պատրաստեք, կամ միգուցե ձեզ համար շատ անհասանելի, դժվար թվացող ուտեստ է, կարելի է շատ հետաքրքիր ձևով մատուցել ու շատ հեշտ պատրաստել տանը։ Եվ դա էլ սիրում են հենց իմեջի մեջ։ Իսկ ինքդ ամեն ինչ ուտում ես, չէ՞։ Չէ։ Ես սոխ չեմ ուտում, այդ իմ ամենամեծ խնդիրն է, երբ որ դու պատրաստում ես, ու ամեն ձևով չէ, բայց հիմնականում սոխ չեմ ուտում, այդ իմ ամենամեծ դժվարությունն է բլոգինգի մեջ, ֆուդ բլոգինգի։ Հա, որովհետև ես ինձանից շատ դժվարություն է, երբ որ ես դա փորձում եմ, ես պիտի փորձեմ, չէ, պատրաստելուց։ Հա, ու դա գալիս է նաև նրանից, որ իմ papan չի ուտում, ես փոքր ժամանակվանից ես երբեք չեմ կերել, ես չեմ տեսել, ես առաջին անգամ սոխ մաքրել եմ շատ մեծ տարիքում, երբ որ հասկացա, որ Հովան շատ սիրում է սոխ, հասկացա անհնար կլինի չպատրաստել սոխով ուտեստներ։ Իսկ տենց խմորեղեն, պաստաներ, այսինքն սահմանափակումներ չես։ Չէ։ Ես սիրում եմ փորձել, եթե օրինակ հատկապես ճամփորդելիս ինչ-որ նոր ուտեստներ եմ փորձում, ես սիրում եմ գալ դա փորձել տանը, չեմ վախենում փորձելուց, բայց խմորեղենների հետ սեր չունեմ։ Երբ անգամ դասընթացի գնացի, որ այդ մեջ արտնն է, շատ վայելեցի այդ ընթացքը, բայց էլի շատ չեմ պատրաստում տանը։ Փախլավան, որ շատ սիրում եմ, իմ ամենասիրելի խմորեղենն է, դրանից այն կողմ շատ չեմ շեղվում։ Իսկ մարզվելը ինչ դեր ունի հաշվի առնելով Հովոյի փաստը։ Ապրելակերպ, ավելի շատ։ Շաբաթը քանի անգամ։ Եթե գրաֆիկս թեթև լինի 3 անգամ, բայց շատ հազվադեպ է լինում հենց 3 անգամ երկար շրջան ես կարողանում եմ մարզվել, երկուսը հաստատ։ Երկուսը փորձում եմ բաց չթողնել։ Որտեվ ես ինձ վատ եմ զգում մարզվելուց, երբ չեմ մարզվում։ Դա ազդում է իմ քնի վրա, դա ազդում է իմ ախորժակի վրա, իմ տրամադրության վրա, ես հասկանում եմ, որ դա ինձ ավելի շատ ոչ թե մարզվում եմ, որ վայ, օրինակ ինչ որ մի բան ուղղեմ արնից վրա, այլ ես ինձ լավ եմ զգում, ես ինձ առողջ եմ զգում, երբ որ մարզվում եմ։ Հենց մարզասրահ, ոչ թե խմբակային պարապմունքներ։ Չէ, երբեք չեմ շատ վաղուց եմ մասնակցել խմբային մարզումների, հենց մարզասրահ, ուժային մարզումներ ինձ այդ ավելի դուր է գալիս։ Ծրագիրով է գծել։ Ամենայն հայոց մարզիչ, բայց իր հետ էս միշտ պարապում։ Շատ ժամանակ ինքը ներկա չի լինում, բայց դե ինձ թվում է այս տարիների ընթացքում արդեն ծրագիրս եմ սովորել մարզումների ճիշտ վարժությունները, բայց սիրում եմ, երբ որ ինքը մարզասրահում է լինում, երբ որ ես մարզվում եմ։ Անկամ եթե այդ պահին ինքը միշտ չի հետևում, բայց այն օրերին եմ մարզում, երբ որ ինքը լինում է մարզասրահում։ Իսկ լավ է, որ այսքան շատ ֆուդ բլոգեր կա։ Հա, ես սիրում եմ։ Նախ լավ է, երբ որ լավ է հետևորդների համար սկսենք դրանից, որովհետև երբ որ ոլորտում քիչ են լինում, այդ մրցակցություն չասեմ, բայց այդ մոտիվացիան էլ է քիչ լինում, չէ՞, պետք է անդադ քո վրա աշխատես, պետք է անդադ աշխատես էջիդ որակի վրա։ Իսկ այդ լավ է, մենք շփվում ենք, բայց շատ չեն, գիտես, ասում ենք, չէ, շատ չեն։ Հայաստանում գործունեություն ծավալող ֆուդ բլոգերներ շատ չեն, կուզեի որ ավելի շատ լինեին, որտեղ ինչքան շատ, այնքան շատ բան կսովորեն հետևորդները։ Իսկ այնպես եղել է, որ ընկերուհիներդ ովքեր էլի ֆուդ բլոգեր են խոսել եք եւ բարձվել է, որ օրինակ նույն բաղադրատոմսները։ Եղել է, հա, եղել է, որ ինչ, դե բնական է, որ մենք չենք նկարում, չէ, նույն օրը չենք տեղադրում, եղել է, որ նույն շրջանում նույն բանն ենք նկարել, բայց այնց պայմանավորվել ենք, որ միանգամից չդնենք, որ հետևորդներին էլ հետաքրքիր լինի, որտեղ ամեն դեպքում ինչ անում ենք, դա անում ենք հետևորդների համար, բայց միշտ անգամ եթե նույն ուտեստն ենք պատրաստում, նույնը չի լինում։
ամեն մեկս ունենք մեր ձեռագիրը, մեր մոտեցումը, այնպես չի որ միանգամից նույն բանը դնում ենք։ Բայց եղել է։ Իմիջիայլոց սիրելի ունկնդիրներ, հետաքրքիր է ինչ ուտեստներ եք ավելի շատ սիրում հեղնարի էջում, գրեք մեկնաբանություններում։ Եվ ինձ թվում է քո էջը նաև շատ մաքուր էջ է։ Այսինքն սենց քո կադրերը, ամեն ինչը սենց էսթետիկա, մաքուր է, գույները լավն են։ Դու քո տեսակով էլ այնպեսին ես, որ տենց ճիշտ տեսակ ես, էլի։ Հիմա ուզում եմ հասկանալ, հաճախ հանրությունը ունենում է իր բողոքը։ Այդ քո տեսակից ինչից պետք է բողոքի։ Ես անկեղծ այնքան քիչ բողոք ու հեյթ եմ ստանում իմ էջում, անգամ երբ որ գրում են, ես ինձ ոտ եմ զգում ու հասկանում որ պիտի դա լինի անհնար առանց դրա, բայց ես սովորել եմ, ինձ երես են տվել որ բայց ինչ վատ բան օրինակ երեք եմ շատ վատ վիրավորական նամակ ստացել ու բլոկել են ինձ նրա համար, որ նորից ծնունդներին շնորհավորել, ես չեմ պատասխանել, բայց ֆիզիկապես ուղղակի անհնար է բոլորին պատասխանել։ Ես միշտ հեռախոսի, այո, միշտ հեռախոսի մեջ եմ, ես փորձում եմ բոլորի հետ կապի մեջ լինել անընդհատ, ես անգամ վիդեոզանգով իմ հետևորդի հետ ուտելիք եմ պատրաստել, որ հանկարծ սխալ չանեն, բայց ֆիզիկապես անհնար է։ Ու հասկանում եմ, երևի գրել են, ակնկալել են պատասխան չեն ստացել, ավելի շատ լինում է երևի Facebook-ում, որտեղ Facebook-ում մի քիչ ավելի քննադատ են կամ իմ տեսակը չեն ճանաչում, Insta-ում, օրինակ Instagram-ում կարծես ընկերուհիներ լինեն, բոլորի հետ կոմենտներում մենք շփվում ենք նամակագրությամբ, բայց Facebook-ում մարդիկ են, ովքեր ինձ չեն ճանաչում, երբեմն բողոքում են, ինչի եմ ես ուտելիքի մեջ օրինակ դա ավելացրել, ինչի եմ ես փոխել, բայց ես գտնում եմ, որ խոհանոցը դա ստեղծագործելու վայր է ու նորմալ է փոխել։ Ընդհանրապես բան չասեմ, որովհետև դու զգույշ ես քո խոսքում, քո ամեն ինչը շատ դասավորված է, ճիշտ է, չափ, այսինքն դու այն կերպարը չես, որ չգիտեմ, մի հատ աղմուկի համար էս անենք եւ այլն, եթե քեզ են ասում, ուզում հասկանում եմ իմ անձին չեն ասում, հիմնականում ինչ բաղադրատոմսերը, հիմնականում բաղադրատոմսերին կամ հա միակ բանը որ ինձ ասում են, ինչ եմ ես մազերս չեմ հավաքում պատրաստելու ընթացքում, այդ համար մեկ բողոքն է, երբ որ լինում է Facebook-ում, բայց դե հասկանում ես իրենց համար չեմ դա պատրաստում, հա դա ուզում ասել եմ դե որ ռեստորանի մասին է խոսքը, դու պատրաստում ես քո ընտանիքի համար, այդ միշտ իրան sense բան անում, տրիգերումը, որ ինչ եք դուք մազերը թափած պատրաստում, բայց ես շարունակում եմ դες պատրաստել, չեմ նայում։ Հեղնար, իսկ հագուստը ո՞նց ես ընտրում, որովհետև հագուստն էլ ասեն, կոմոդ տնային հագուստ չի, բայց նաև too much էլ չի։ Այսինքն sense ինչ-որ միջին ոճ ես գտել, հա, որ հարմար լինի պատրաստելու ընթացքում, բայց նաև կադրում սիրուն լինի ու չհոգնեցնի, որտեվ եթե ես նույն հագուստով անդադ պատրաստեմ, կմտածեն նույն բաղադրատոմսն է, փորձում եմ փոփոխել, գույներ ավելացնել ըստ տրամադրության, կարծես թե ստացվում է։ Իսկ օրինակ մտածում ես, չգիտեմ, բազուկով աղցանը կարմիր հագուստով։ Մեկ-մեկ հա, մտածում եմ կամ օրինակ, չգիտեմ, ինչ որ կանաչ աղցանի եթե ուշադիր լինեն, փորձում եմ, բայց ունեմ սիրելի հագուստներ, որոնք շատ հաճախ են կրկնվում, որտեղ հարմար են, ես ինձ սիրում եմ այդ հագուստի մեջ, բայց փորձում եմ ուշադրություն դարձնել նաև գույներին։ Եղներ որ դու նորերի տեղափոխում քո տուն, ինձ թվում է ես քո տունը ավելի լավ գիտեմ, քան իմ տունը, որտեղ ես ապրում եմ, որովհետև տենց դարակներ, ծորակները, ամեն ինչը տենց ցույց էր տալիս հավեսով։ Հա, ինձ թվում է նաև այս դեպքում ֆուդբլոգերի դեպքում շատ կարևոր է, որ ինքը ունենա այդ տարածքը, չէ՞, ճիշտ աշխատելու համար։ Ես սկսեցի էջում երևալ այն ժամանակ, երբ որ մենք տեղափոխվեցինք նոր բնակարան, խոհանոցը արդեն այն հարմարությունը ուներ, որ նաև ես կերևամ, որովհետև հասկանում էի տարիներ ես բլոգ եմ վարում, մարդիկ ինձ դեմքով չեն ճանաչում։ Ես միշտ հակառակ ռակուրսից էի անում ու երբ որ ես սկսեցի դեմքով երևալ, արդեն ակտիվությունը ավելի մեծացավ ու հենց վերանորոգման ժամանակ, երբ որ դիզայներների հետ քննարկում էինք, մենք խոհանոցը կարծես իմ ստուդիան լիներ, մենք ամեն ինչ անում էինք նենց որ հետագայում նկարահանման ժամանակ ինձ հեշտ լինի ու ստացվել է, շատ սիրում եմ իմ խոհանոցը, կարծես իմ տունը իմ խոհանոցը լինի, որտեղ օրվա մեծ մասը ես այդտեղ եմ անցկացնում։ Այո, շատ հարմար է այդպես։ Ես հիշում եմ դու նաև ցույց էիր տալիս քո դարակները, ծորակները, գրոհ էին։ Հա, ճիշտ եմ հիշում։ Ես մեծ մասը հենց իրենցից ենք։ Արդեն 25 տարի է Ռեջինոքսը ներկայացնում է Գրոհեն, բայց ընդամենը 1-2 տարի է, որ Գրոհեի կողքը հենց կա Գրոհե Center Armenian։ Այո, ես եղել եմ։ Եղել ես, տեսել ես, ինչեր կան։ Մեր հարևանն են իրենք, գիտեք, ու ես նաև համագործակցել եմ իրենց հետ, որովհետև շատ սիրեցի իրենց խանութը, իրենց պրոդուկտները։ Ոքի ֆանտաստիկ է։ Ես երբ այնտեղ լինում եմ, թե որպես հաճախորդ, որովհետև ինչ կան իրանք, ինձ թվում է եւ մերոնք, եւ ամուսնուս ընտանիք բոլորս միշտ օգտվել ենք իրանցից։
թե հիմա էլ որպես նաև գործընկեր, ուղղակի ֆանտաստիկ է։ Հատկապես ցնցուղները իրենց, սպա ցնցուղները ինձ թվում է բոլորի երազանքն են։ Իսկ դուք տեսել ես, որ իրանք ունեն ցնցուղ, որ ջրի հետ փրփուր է գալիս։ Չէ, այդ երևի չեմ նկատել, իսկապես նորություն է երևի ու երեխեքը ասում է խելագարվում են դրա համար։ Պատկերացնում ես ոնց որ հատուկ այտենց կոճակով դու միացնում ես, ասենց փրփուրակալ, ստո անջատում ես ու արդեն մաքուր ջուրն է գալիս։ Կգնամ ես այդ ինձ նորություններ, որտեվ չգիտեի որ տենց բան կա անկեղծ։ Սայդ Նովա 37-ում հեղնարի հարևանությամբ այդ ֆանտաստիկ խանութն է, որտեղ ներքևի հարկում կա միակ գրոհե սպան։ Միակը Ուղղակի պետք է գնալ ու քայլել, հատկապես միջելուց պատտվելու համար դա ուղղակի վայելելու տեղ է։ Ու շատ հավես է, որ մեր հյուրերը հիմնականում երբ ես խոսում եմ, մեծ մասը իրենք ոչ միայն տեղյակ են, այլ իրենք բոլորը տարիներ օգտվում են հենց գրոհեից։ Էլ ինչն է քո համար տանը կարևոր որ լավը լինի։ ամեն անկյունը նենց ենք մտածել, որ վստահ եմ տարիներ հետո դեռ վայելելու ենք, որ կոմֆորտ լինի։ Մենք չենք արել այնպիսի վերաներոգում, որ լինի շատ էքստրա ինչ-որ դետալներով, այո, տպավորիչ, բայց անհարմար, հատկապես երեխաների հետ պետք է լիներ մաքսիմալ հարմար, չջարդվող դետալներով ու հենց այդպես էլ ստացել ենք։ Վայր, որտեղ օրվա ավարտին ուզում ես հետ գաս, հանգստանաս ու միշտ ասում եմ, որ այս վերանորոգումից հետո հյուրանոց ընտրելն է շատ դժվար, որովհետև ընտրում ենք այնպիսի հյուրանոց, որ ավելի կոմֆորտ լինի, քան մեր տունը ու այդ շատ դժվար է լինում։ Կա մի անկյուն տանը, որը երբեք չես նկարի, դա ձեր անձնականն է։ Գիտես շատ բան չեմ նկարել, երբեմն ասում են room tour անենք, բայց չեմ արել ոչ մի անգամ, ոչ թե հատուկ չեմ անում, այլ մտածում եմ անկյուններ կան, երեխաների սենյակ, ընթացիկ երևում են, բայց հատուկ ես տունը չեմ նկարել, որ ցույց տամ։ Ինչ որ համագործակցությունների շրջանակում կամ խոհանոցը բնականաբար անդադարվում է, բայց հատուկ չեմ արել, կարծում եմ մի քիչ չգիտեմ, ինձ կոմֆորտ չեմ զգում դա անել։ Միգուցե մի օր կլինի, որ շատ գրեն, որոշեմ նկարել, բայց դեռ ցույց չեմ տվել։ Գիտես հոմ տուր ասեցիր ու հիշեցի, չէին սպասում ձեր հին տանը։ Հա, այ չէին սպասում, ընդհատ ուզում ագայս չի ստացվում։ Այդ ժամանակվա, երբ որ Խաչուլը փոքր էր, ձեր հին տուններ նենց հիշում եմ, ինչ որ sense ճապոնական ոճի դռներով եւ այլն, դա հովոյի ծնողների տուններ, չէ։ Դա իր ծնողների տուններ ու երբ որ ես առաջին անգամ մտա, sense նայում էի բացարձակ իմ հետ կապ չուներ այդ վերանորոգումը, շատ անսովոր էր ու շատ տարիների ընթացքում ես այդպես էլ չսովորեցի այդ ճապոնական նկարներին, որ մեր տանն էին։ Դա մեր հին տունն էր։ Դուք որպես զույգ, որպես ընտանիք, այդ ժամանակ ու հիմա ի՞նչն է փոխվել։ Շատ ենք փոխվել, վերջերս մեր ամուսնության 7 տարիներ քննարկում էինք, ավելի նմանվել ենք իրար, ավելի ինչ որ հարցերում փոխզիջման ենք գնացել, այստեղ շատ առաջին 2 տարին իսկապես այն կրիզիսային շրջաններ, որովհետև ես մարտով տարիներ ապրել եմ մենակ ու Հովանով էլի ինքնուրույն հասուն մարդ, այդ կենցաղ կիսելը շատ դժվար էր, երբ որ ամեն անգամ ինչ որ նոր բան էինք բախվում, նոր պիտի քննարկել, պիտի հասկանալ որ ձևով անել, այդ դժվար էր, բայց հիմա հաղթահարել ենք կենցաղային հարցերում։ Իսկ կրիկների մեջ ով է ամենադժվարը։ Հովան։ Ես ավելի հանգիստ եմ, շուտ սիրում կռվել, ինձ այդ այնքան ավելորդ եմ համարում առօրյայում կռվել։ Հա ես կարամ կռվեմ, օրինակ որ ամբողջ տնը մաքուր լինի, իրենք այդ թափեն, դա կարա լինի իմ կռիվը կամ իմ դասավորվածությունը իրենք խախտեն, բայց հիմնականում ես կռիվ փորձում եմ առհասարակ կյանքում շատ կռվարար չեմ ես։ Իսկ տենց նեղանալ ունեք իրարից։ Նեղանալ չեմ հիշում, որ տենց մի ամբողջ օր չխոսենք, կանոն, որ օրվա ավարտին պետք է այդ խոսել, եղել են իհարկե, որ մի քիչ երկար է տևել, բայց ավելի շատ տենց երկար չեմ հիշում, որ նեղացած մնանք։ Իսկ եղել է այնպես, որ տենց նեղացած եք, բայց ինչ որ թեմա կա, որը պետքա քննարկեք ու այն որ տենց գրում եք իրա։ Այո, իհարկե, ինչ որ ու միշտ տենց է լինում, գիտես, երբ որ ինչ որ վեճ է լինում, ես հասկանում որ այդ թեման է, պիտի այդ անհնար է դա հետաձգել, որտեղ աշխատանքի հարցում էլ շատ բախվում ենք, բայց հենց երևի այդ մանր բաներն են, որ չեն թողում երկար նեղանանք։ Մենք ուզում եմ երկար նեղանալ, չի լինի։ Հարմար չի, հեչ հարմար չի։ Եթե ունենաս տենց 1 երեկո, 1 օր, որ կարաս մեկին վերցնես հետդ գնաս աշխարհից կտրվես, ով այդ մարդը։ Այդ ընկերուհի։ Ինձ վերջերս այդ էի մտածում, որ ես ուզում եմ մենակ ճամփորդեմ։ Հասել եմ երևի ընկետին, որ շատ եմ ուզում, երբեք չեմ ճամփորդել մենակ ու հասկանում եմ, որ դա ինչ որ ինքնաճանաչման ձև է, որ կուզեի լիներ, բայց ինչ որ անհնար է, բայց դե հովայի հետ ճամփորդում ենք, երևի ընկերուս հետ կուզեի գնալ։
Կնեղացնեմ երկուսի հետ։ Մենք Լավ, անդադ երկուսին պլանավորում ասա։ ենք Լիլիթի ու Ռուզանի հետ ենք անդադ պլանավորում ենք մենք գնանք երեքով ճամփորդելու չի ստացում։ Ես հույս ունեմ, որ սա կստափեցնի մեզ ու մենք կորոշենք վերջապես գնալ ճամփորդելու։ Ես հույս ունեմ, որ սա կստափեցնի նաև իմ ընկերուհիներին։ Այո։ Դա լրիվ ուրիշ 30 ճամփորդություն է։ տարվա ընկերուհիներ ենք ու մենք 4-ով ոչ միտեղ չենք գնացել միասին։ Պետք է անել դա այլ իհարկե ընտանիքի հետ ճամփորդելը հաճելի է, կիսում ես էմոցիաները, բայց աղջկական ճամփորդությունը դա այլ բան է։ Մենք նաև բլոգեր ընկերներ ունենք, խումբ ունենք, դու երևի այդ խումբը գիտես։ Մենք այդ խմբում անընդհատ պլանավորում ենք։ Ես հույս ունեմ, որ նաև այդ խմբով կկարողանանք, որովհետև դա այլ ճամփորդություն կլինի։ Պատկերացնես, բայց ինչքան կնկարվեք։ Հա, բայց մենք դա շատ հաշտ ու հեշտ է ստացվում մեր մոտ։ Շատ ինձ թվում է անմոռանալի ճամփորդություն կլինի։ Դու, Դիանան Հարոյան, այո։ Ջուլին, Հելենը, Հելենը, Սուսիկը, եւ Անահիտը, ով ակտիվ չի, բայց Եվով Անահիտը, ով բլոգ, ինչքան որ փորձում ենք իրան բերել, բլոգինգ չի ուզում, բայց մենք 6-ով շատ Բայց դուք շատ լավ կանցկացնեք։ շատ հետաքրքիր, շատ ակտիվ, իսկական այն երանելի աղջկական տրիփը կունենանք վստահ եմ։ Եղնար այդ ձեր խումբը, որ մեկ-մեկ նայում եմ, նենց sense դուրս գալիս եմ, որովհետև նայ բլոգինգը բլոգինգով է լավ է, բայց ես շատ ուրախանում եմ, որ այդ հեռախոսից են կողմ, հա, ինչ ահռելի աշխատանք են մարդիկ տանում, այսինքն նույն Ջուլիան Ղարաբաղցյանը բժիշկ է, Դիանա ինձ կատարած աշխատանքը, Բոլորը շատ զարգացած, շատ ինքնաբավ, շատ հետաքրքիր մարդիկ են ու մենք միշտ զարմանում ենք ոնց է ստացել, որ մենք այդքանով կարողանում ենք ընկերություն անել, որտեղ տարբեր ոլորտներից ու շատ շնորհակալ եմ Instagram-ին, որ այդ հնարավորությունը տվեց։ Մենք նաև ընտանիքացել։ Այո, մենք միջոցառման էինք հրավիրվել Եվրատեսիլի հետ կապված, մենք պատահական որոշեցինք միասին մեքենայով գնել, առանձին դե շփվում էինք, բայց բոլորով չէինք շփվում։ Դա սկիզբ եղավ, որ մենք բացենք chat, Helen Shuttle-ը կոչվում է chat-ը, որտեղ այդ shuttle-ի այդ chat-ը բացել ենք, որ կազմակերպենք գնանք հասնենք մյուս լոկացիա ու մենք ամբողջ օրը քննարկում ենք, ամբողջ օրը մենք նաև ընտանիքներով ենք ընկերություն անում, ամուսիններով, դա ավելի ամրացնում է ընկերությունը, մենք քաղաքից դուրս ենք գնում, բոլոր առիթներին շփվում ենք։ Բայց տղաները իրար հետ առանձին շփվում են, թե հենց ընդհանուր հավաքներին։ Տղաները շատ սիրում են իրար, երբեմն իրենք շատ ավելի առանձին չեն հանդիպում, բայց շատ ուրախանում են, երբ որ առիթ է լինում ու պետքա գնանք քաղաքից դուրս, շատ եմ սիրում մեր ընկերությունը ու շատ ուրախ եմ, որ դա միայն on-line հարթակում չի, նաև Instagram-ից դուրս ենք ընկերություն անում։ Իսկ այդ chat-երը որտեղ են լինում Instagram, Telegram, WhatsApp։ Հիմնականում Instagram, հիմա նաև Telegram-ում մենք կարծես ինչ որ երկու տարբեր թեմաներ միշտ քննարկենք եւ Instagram-ում եւ Telegram-ում։ Instagram-ում իրար բաներ եք ուղարկում հաստատ։ Ուղարկում ենք, այո, քննարկում ենք։ Ինձ էլ է ասա, երբ 6 աղջիկ, 6, ճիշտ եմ ասում, 6 ակտիվ աղջիկ միտեղ են։ Շատ է լինում, որ տարբեր մարդկանց վերաբերյալ ձեր կարծիքները տարանջատվում են։ Հա, մենք նորմալ քննարկում ենք, երբեմն ինչ որ երևույթների շուրջ տարբեր կարծիքներ ենք ունենում, բայց կարևորը մենք մի ուղղությամբ ենք նայում, չի եղել շատ ինչ որ կտրուկ տարբեր կարծիքներ հայտնենք, բայց երևույթներ քննարկում ենք, փորձում ենք քննարկում եք բնականաբար։ Այո, երբ որ ինչ որ իրադարձություններ են տեղի ունենում, վերջերս ինչ որ շատ է, չէ։ Իրադարձությունները Instagram-ում, այո, քննարկում ենք, բայց կարևորը չենք քննադատում այդ ամենակարևորը, մենք շատ առողջ։ Բայց մի քիչ ոսկորները լվանում եք։ Մի քիչ դե առանց դրա չի լինի, չէ։ Առանց դրա ամենաշատը միշտ ասում ենք, որ մեր չաթը, եթե հանկարծ մեր չաթը դառնա հանրային, խայտարակը լինենք։ Իսկ հայտնիներին եք լվանում ոսկորները հայտնի։ Չէ, մեր ընդհանուր ծանոթներ երբեմն հայտնիներ։ Շատ պրովոկացիոն հարցեր ասում։ Ամեն դեպքում շատ տենց հավես աղջիկներին ես ձեր այդ խումբը շատ սիրում եմ։ Մենք էլ քեզ ասեմ։ Հա, ինչ լավ է, իմ ոսկորները չեք լվանում, չէ՞։ Չենք հասել քեզ։ Չենք էլ հասնի, որովհետև քեզ շատ սիրում ենք։ Ինչ լավ է։ Ես ասենց չենք քննարկում կոնկրետ մարդկանց չենք դարձում քննարկման առարկա, օրինակ ինչ որ երևույթի շուրջ ռիլը նկարվում, մենք այդ երևույթին քննարկում նկարեց, օրինակ սա նկարելու բան է։ Կամ օրինակ համաձայն ենք, համաձայն չենք դրա շուրջ, այն ինչ որ պիտի մեկնաբանություններում անենք, մեր անձնական չաթում ենք անում, խմբում։ Շատ լավն է ձեր այդ խումբը։ Հեղներ, դու ոնց նես քո գործընկերների հետ։ Իմ կարծիքով շատ ցած հստակ ես։ Հա։ Եթե ես կյանքի որոշ փուլում կարամ ուշանամ կամ ինչ որ բաներ ասեմ դե լավ հետո կանեմ, ես իմ այն ինչ վերաբերվում է իմ բլոգին ու համագործակցություններին, ես շատ հստակ ժամկետներով նկարում ենք, տեղադրում ենք ու միշտ հետադարձ կապը որ ստանում եմ, ասում են, որ շատ հեշտ է ինձ հետ աշխատել։ Երբեմն լինում են իհարկե գործընկերներ, որ միգուցե
չի ստացվում այնպես ինչպես ուզում ենք, բայց հիմնականում շատ սիրում եմ իմ գործընկերներին, շատ հեշտ է ստացվում համագործակցությունը, որովհետև ի սկզբանե մինչև համագործակցության հասնելը մենք շատ կետ-կետ քննարկում ենք, որ հետո բաց կետեր չմնան։ Ես շատ սիրում եմ իմ գործընկերներին։ Իսկ ամենաանսպասելի ցանկությունը ո՞րն է եղել։ Գիտես, չհիշեցի հիմա։ Հիմնականում զարմանալի լինում, երբ որ մտածում են, որ պետք է հետո այդ գովազդ իրանք վերցնեն, տեղադրեն իրենց էջերում, միշտ օգտագործեն, դա իմ ամենամեծ կարևոր քննարկման բանն է, որ անպայման պայմանագրում էլ այդ նշվում է, որ այն ինչ նկարում ենք մնում է իմ էջում, երբեմն չեն հասկանում այդ կետը, որ Այսինքն դու այդ վիդեոն չես տրամադրում։ Չէ, երբեք ես ոչ մի վիդեո չեմ տրամադրում, գովազդ չենք ակտիվացնում, միշտ այդ ենք քննարկում, բայց ես կարծում եմ, որ դա նկարվում է իմեջի համար, դա պետք է մնա իմեջում, իմ լսարանն է դա տեսնում ու եթե պետք է գովազդ ակտիվացնել, կարելի է առանձին գովազդ ակտիվացնել ու չդիմել ինֆլուենսերի ու հետո միշտ հասկանում են, որ շատ լավ էր, իմաստ չկար, կարիք չկար հավելյալ գովազդ ակտիվացնելու։ Իսկ այն հայկական տարբերակները, որ ամեն դեպքում ոնց որ փոքր քաղաք, շատ ծանոթներ կան, այսինքն գովազդի եւ չգովազդի այդ սահմանները երբեմն կարող են խախտվել, թե չէ։ Ցույց տալ, որ գովազդ չի, բայց գովազդ լինի իրականում, հա։ Եվ հակառակը։ Դե գիտես, անընդհատ հետաքրքրությունը պահել մի քիչ դժվար է։ Երբեմն լինում է օրինակ, սցենար չասեմ, բայց փորձում ենք այնպես մատուցել գովազդը, որ շատ չձանձրացնի մարդկանց։ Օրգանիկ։ Այո, օրգանիկ դիտվի, բայց երբեք չանել ինչ որ product գովազդ չանել, որից չեմ օգտվում։ Այդ իմ մոտ կտրուկ դրված է։ Ես երբևէ չեմ գովազդում, անգամ եթե նոր product է, ես դառնում եմ մշտական հաճախորդ, մշտական օգտվող, այդ շատ եմ կարևորում։ Բայց լինում են իհարկե սցենարային ցույց տալ սկզբում շատ թաքնված գովազդ չասեմ, որովհետև մարդիկ ընդունում են, որ այո, սա աշխատանք է, պետք է գովազդ լինի, բայց դա այնպես մատուցել, որ մարդիկ չհոգնեն վերջում ու անգամ հաճույք ստանան այդ գովազդային ինտեգրացիան տեսնելուց։ Instagram-ում, YouTube-ում ով է այն մարդը, ում շատ հաճույքով ես հետևում։ YouTube-ում ես շատ ակտիվ չեմ, հազվադեպ ոդկասթներից նայում եմ, դա քո ոդկասթն է, անկեղծ շատ սիրում եմ, թեթևա հյուրերը լավ են ընտրված ու նաև հարցերը, որովհետև էս էլ ասեմ, որ միշտ հրավիրում են ինձ մարդիկ միգուցե զարմանան, բայց ես միշտ մերժում եմ, ես ինձ շատ դժվար է բերել հասցնել ստուդիա ու դա քո մոտ ստացվեց շատ հազվադեպ հաղորդում, որ ես իհարկե լարվում էի մի քիչ, ամեն դեպքում նկարահանում էի իմ հարթակից դուրս, կոմֆորտ զոնայից դուրս, բայց շատ հաճույքով վստահի, որ շատ լավ անցնելու։ Բայց մենք արդեն դեպի վերջ ենք գնում, ասա, որ ինչքան հանգիստ։ Շատ թեթև, չեմ հուզվել, պրովոկացիոն հարցեր չեմ ստացել, չէ, շատ հաճելի է։ Ինձ էստեղ չեն եղած։ Իսկ Instagram-ում Տիկին Լեռնուհուն եմ շատ սիրում, ես սիրում եմ եւ Instagram-ում եւ Instagram-ից դուրս իրեն դա ճանաչում եմ շատ երկար տարիներ, մինչեւ բլոգ վարելը, շատ սիրում եմ ու հաճույքով դիտում եմ կոնտենտը, իհարկե շատ են հաճելի էջերը, ես հիմնականում ում հետևում եմ, հաճույքով եմ հետևում, եթե տվյալ մարդու կոնտենտը ինձ հետաքրքիր չի, ուղղակի մյուտ եմ անում։ Մեկ ամաչում եմ unfollow անեմ, բայց այդ լավ կոճակ է։ Եղնար, այսինքն դու Տիկին Լեռնուհուն մինչև այս ամենը, չէ, որովհետև աղջիկը թե հարսը քո ընկերուհին էր։ Իմ ընկերուհին 20 տարի եւ ավել, չէ, 20 շոտ ասացի։ Շատ երկար տարիների ընկերուհին իր աղջիկն է։ Ուսանողական տարիների։ Ինչ հետաքրքիր է, դու տեսել ես նաև սկիզբը Տիկին Լեռնուհու, հա։ Հա։ Սկիզբը որ ինքը դեռ նոր էր, բանում ես կիսվեցի, հիշում եմ շատ միացան, որովհետև ես հասկանում էի, որ ինքը պետքա շատ լսարան ունենա, ափսոս էր, ուղղակի ես իրեն բազմակողմանի զարգացած մարդ եմ համարում, որովհետև ամեն ինչ իր ձեռքից գալիս է, չկա մի բան, որ անի ու դա սիրուն չանի։ Ու ես շատ ուրախ եմ, որ էջը շատ լսարանը մեծանում է, այո, ու ինձ շատ դուր է գալիս, որ ոչ թե դա արվում է կոնտենտի համար, այդ մարդը տենց է ապրում։ Այո, ինքը եւ Instagram-ից դուրս, եթե անգամ չնկարեն, ինքը միևնույն է ժամը 6-ին կարտնեն է ու կանի իր այդ այգու գործերը, միշտ հիանում եմ իր էներգիայով։ Ու կրկին հայ կնոջ էներգիան։ Ես հիշում եմ աղջիկը թե հարցը ինձ պատմում էր, ասում է գիշերը որ մենք քնում ենք, ինքը տենց պտտվում է, ասում է մենք արթնանում ենք, ինքը նույն ձև պտտվում է, նենց տպավորություն է, ինքը չի քնել այս ընթացքում։ Դա փոխանցվում է կարծում, դրա համար իրեն շատ սիրում են։ Եղնար ինձ ասում են, որ մենք պետք է ավարտենք, չնայած ինձ թվում է ասենց աղջիկական կարող ենք մի երկու օր խոսել, կարող ենք մի երկու օր էսպես խոսել, բայց պետք է ավարտենք։ Ես ուզում եմ դու քո այդ ճամփորդությունը անես։
Ես ուզում եմ դու էլ գերույների հետ։ Հա, կամ ընկերների հետ, բայց մենակ ես զգում եմ, որ դու հիմա շատ ես ուզում մենակ ճամփորդել։ Մեր վերջին հանդիպման ժամանակ խոսում էինք, ու դու ասում էիր մեկ օրով մենակ Դիլի ջան։ Գիտես, մեր դա շուտասաներ չէ, կարծես թե ես շուտասայից երի մի քանի օր հետո ստացա առաջարկ ընկերներով գնալ Մալդիվներ ու Շրի Լանկա, ու ես միշտ հիշում եմ, ասում եմ պետք է այդ կապցնել, մեր մտքերը երևի ուժ ունեն, այնպես որ որովհետև ես քեզ հարցրեցի երեխաների հետ թե մենակ թե հովոյի հետ դու ասացիր իսկ չկա պատասխան մենակ ու ես ասացի եկեք վերաձևակերպենք այդ ամբողջը վիդեոյում կա ես գնացի դա էլ շատ հետաքրքիր էր նոր փորձառություններ միշտ ասում եմ մարդ պետքա շատ ճամփորդի ու ոչ թե նույն մարդկանց հետ այլ տարբեր ծնողների հետ կամ այդ ֆորմատով ճամփորդություն էլի կանեիր այն որ մենք գնացել ենք այսինքն կոնտենտ նկարելու չէ ասեմ ինչի, որովհետև մենք շատ հոգնեցինք, բացի ճամփորդելուց, դա աշխատանքային էր ավելի շատ հոգնում էինք, բայց Մալդիվներում հանգստացանք ու հասկացա, որ դա էլ իրա պետք էր երևի այդ հանգիստնել էր պետք, բայց հիմնականում հիմա հրաժարվում եմ, շատ հաճախ հրավիրում են, հասկանում եմ, որ այնքան քիչ հնարավորություն ունեմ դուրս գալու երեխաներին պահելու, որ մտածում եմ, այդ եթե կա հնարավորություն, պետքա գնալ ու հանգստանալ, ոչ թե աշխատել։ Դա նաև այդ ընտանիք, տարիք ընտանիք, որ այնքան, կարկատան ես ժամերը, գործողությունները, որ կարողանաս մի հատ դուրս գալ, դա պետք է դուրս գալ ու հանգստանալ, այո։ Շատ լավ, ես հուսով եմ քո այդ հանգիստը մենակ կլինի, իրականում այսպես բարձրաձայն խոսել մեր ցանկությունների մասին շատ օգտակար է, որովհետև ես մի օր կպատմեմ, որ այս ոդկասթը 10 տարի անց ի վերջո եղավ, բարձրաձայն իմ շուտասայի հյուրերից մեկի հետ խոսալու արդյունքում։ Կա նկարված, հա։ Չէ, չեմ նկարում, մի օր կպատմեմ, ինչու ստեղծվեց, ոնց ի վերջո ստեղծվեց, այնպես որ այս խոսքն էլ թող լինի պատճառ, որ դու էլ քո մենք հետո կնայենք ու կհիշենք, որ այո։ Անես շատ լավ է, որ եկար, շատ հաճելի էր, հովոյին ողջույններ, հովոյի ֆանտաստիկ գործողությունները, աշխատանքը, մտքերը թող միայն իրականանան։ Ես քեզ ասեմ, ես միշտ հավատացել եմ։ Հա։ Մենք քո հետ խոսում ենք այդ հովոյի մտքերի հետ կապված, ես միշտ հավատացել եմ ու հովոն ինձ որ ասի, չգիտեմ, սա ծաղիկ չի, սա կատու է, ես կարող եմ հավատալ, որտեղ ինքը այնքան մտածված ու sense ճշգրիտ ամեն ինչ խորացած է անում, ֆանտաստիկ իդեաներ է ունենում, որ առաջին հայացքից կթվա աննորմալ է, հնարավոր չի դա արվի ու վերջում ինքը դա անում է։ Շատ ուրախ եմ, որ ձեր սիրուն լավ ընտանիքը կա։ Շնորհակալ եմ Արև ջան հրավիրելու համար, ես վայելեցի այս ամբողջ ընթացքը։ Հուսամ դեռ առիթներ կլինեն։ Սիրո